Բարև ձեզ սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Պարոն Գալստյան, ընտրություններն ավարտվել են, բայց ներքին վեճ կա, մի կողմը խորհրդարան անցած ուժերին, մի կողմը մեղադրում է իշխանություններին, հաղթող ուժին ընտրությունները կեղծելու համար, հաղթող ուժն էլ մեղադրում է խորհրդարան անցած այն ընդդիմադիր ուժերին, նշում է, որ այդ ուժերը չպետք է անցնեին, այլ անցել են կեղծիքներով, ընտրակաշառքով, մարդկանց ահաբեկելով կամ համոզելով, գայթակղելով, ի վերջո ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին ըստ։ Հետաքրքիր հակադարձումներ են, ասեմ, որ այդ ընդդիմությունը ընտրակեղծիքներից, ընտրախախտումներից խոսելու բացարձակ տեղ չունի, որովհետև այդ ընդդիմությունը եւ նրա պարագլուխները տեսել են, թե ինչպիսի ընտրություններ են կազմակերպել 2008 թվականին, 2003 թվականին, 2017 թվականին եւ ընտրությունների կեղծումները, ակնհայտ կեղծումները եւ անօրինականությունները իսկապես այն ժամանակվա ընտրություններն են եւ անհամեմատելի են վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների հետ, թե 18 թվականին, 19 թվականին, թե 21 թվականի ընտրություններին, թե նաեւ այս ընտրություններին, այո, ընտրություններ են, որն ունեցել են նաեւ թերություններ, ունեցել են նաեւ վիճահարույց եւ պրոցեսներ, երևույթներ, որոնք չի կարելի չընդունել եւ բարձրաձայնել, սակայն ընտրությունները կեղծ համարելը եւ անօրինական համարելը անընդունելի է իմ համար, գոնե առավել եւս այն ուժերի կողմից, որոնք բարձրացնում են այդ հարցը, առավել եւս անընդունելի է, որովհետեւ նրանք բացարձակ կապ չունեն արդար, ազնիվ, ժողովրդավար եւ թափանցիկ ընտրություն անցկացնելու եւ այդ ընտրություններով երկրի իշխանություն ստանձնելու հետ, որովհետեւ նրանցից որևէ մեկը օրինական, արդար ընտրությունների ճանապարհով երբևէ իշխանության չի եկել։ Խոսքը օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարող ենք օրինակ բերել, որը ոչ Արցախի հանրապետությունում որևէ անգամ ընտրությունով իշխանության չի եկել եւ որևէ անգամ երկու անգամ ընտրվելով, ճակերտավոր ընտրվելով Հայաստանում որպես նախագահ, որևէ արդարության եզր աղերս չի ունեցել այդ ընտրությունները։ Հետևաբար նրանք առավել եւս ընտրության արդարությունից խոսել չեն, իրավունք չունեն, բայց այստեղ նաեւ հարցի մյուս կողմը կա, իշխանությունը թող չփորձի անընդհատ մեղադրական սլակն ուղղել միայն ընդդիմության կոչված այդ խմբերին, որովհետև այս քաղաքականության մեղավորության զգալի մասը նաև նրանն է, որովհետև ինչու պետք է երկու ընտրություն անընդմեջ այդ ռուսական միսիոներական խմբերը հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին, փորձեն ջուր պղտորել, ընտրակաշառքներ, ընտրակեղծիքներ եւ այլն, որը բերելու է այս վիճակին։ Այս ցեղ շպրտումները եւ այս կոպիտ բառով երևի ներկայացնում գզվրտոցները մենք հետագայում նաեւ տեսնելու ենք ապագա 5 տարիների խորհրդարանում եւ դա այս ընթացքին չի վերաբերում միայն, այո, մենք 5 տարիների խորհրդարանական գործընթացները տեսնելու ենք նույն պատկերի սպեկտրում։ Պարոն Գալստյան, տեսեք, հիմա սկսել են կալանավորել, ձերբակալել ընտրակաշառք բաժանողներին, նաև թեկնածու, արդեն պատգամավորության թեկնածու, պատգամավոր ընտրված մարդկանց, բայց մյուս կողմից մեղադրանքներ են հնչում, ինչպես նաև դուք նշեցիք, որ չպետք է մասնակցեն, որովհետև քարոզարշավի ընթացքում է բազմաթիվ դեպքեր փաստեր եղան ընտրակաշառքի, ուներ լծակներ իշխանությունը թույլ չտալու քաղաքական ուժերին, ովքեր իհարկե ուներ մի շարք հնարավորություններ, ուներ մի շարք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն նաև թույլ չտալու նրանց ոչ մասնակցելու, ոչ նույնիսկ Ռուսաստանից եւ այլ երկրներից Հայաստան վերադարձող եւ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու գործընթացները կանխելու, այո, իսկապես ուներ եւ կարծում եմ, որ այստեղ իշխանությունների մեղքի բաժինը բավականին մեծ է։ Նախ այսօրվա ձերբակալությունները պետք է տեսնենք ավելի վաղ, այլ ոչ ընտրություններից հետո, նրանք շատ լավ գիտեին, թե որտեղից են ֆինանսավորում եւ ինչ հնարավորություններ ունեն այն ուժերը, որոնք իջել են քաղաքական դաշտ եւ այս գործընթացները չքաղաքականացնելու համար, այսինքն հետ ընտրական պրոցեսներին քաղաքական ենթատեքստ չտալու համար կարող են ժամանակին կանխած լինել եւ թույլ չտալ։ Ես հիշում եմ, երբ Սամվել Կարապետյանին առաջին անգամ ձերբակալեցին, հայտարարության համար ինչ որ ի պաշտպանություն եկեղեցու եւ այլն, ես հեռուստաալիքներից մեկով հարցազրույց տվեցի եւ ասեցի, որ սա ամենամեծ սխալ քայլն է, սրանով իշխանությունները գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի սկսում է իմաստավորել, կարևորել Սամվել Կարապետյանի կերպարն ու դերը, այսպես կոպիտ բառով ասած քաղցր
բարձրացնել նրան եւ այդպես էլ եղավ։ Ընդամենը 2-3 ամիս հետո ձերբակալումից լսեցինք, որ Սամվել Կարապետյանը քաղաքական ուժ է ձևավորում, քաղաքական մեծ process-ի մեջ է մտնում։ Պարզապես կարելի էր այն ժամանակ Սամվել Կարապետյանին եւ նրա նմաններին ուղղակի երկրից դուրս հրավիրել, քանի որ նրանք ոչ միայն Հայաստանի քաղաքացի չէին, նախ եւ առաջ Ռուսաստանի քաղաքացի էին, հեռացնել երկրից, persona non grata հայտարարել եւ վերջ։ Այսինքն հարցը ավելի հեշտ լուծված կներ, չգիտես ինչու իշխանություններն ամեն անգամ գնում են նույն ճանապարհով, թույլ տալով նախկին այս ռուսական բլոկին ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, հետո մեղադրանքների ֆոնի վրա փորձել իշխանություն ձևավորել եւ հետագայում խորհրդարանական գործընթացներ իրականացնել։ Անգասյան, տեսեք, գրեթե բոլոր ուժերը բացի իշխանությունից քաղաքացիական պայմանագրից հայտարարում են, որ պետք է դիմել սահմանադրական դատարան, մի մասը ասում է, որովհետև այս ուժերը պետք է ընդդիմությունը չպետք է անցներ խորհրդարան, այն մյուս մասն էլ ասում է, դե պարզ է, նշեցինք արդեն իշխանությունն է կեղծել։ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր կան այսօր։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև կեղծիքների կամ այդ ընտրախախտումների կամ անօրինականությունների ծավալն այնքան փոքր է, որ դրա արդյունքում սահմանադրական դատարանը չեղյալ չի համարելու ընտրությունները եւ նոր ընտրություններ հաստատ չի առաջադրելու, առավել եւս, որ այս process-ները կապված օրինակ Բարգավաճ Հայաստանի այս թնջուկի հետ 4%-ը չհաղթարելու, ասեմ, որ սկսել էր հենց ընդդիմություն կոչվածը, կարծեմ այդ 2-3 ընտրատարածքներում հայտարարելով զինվորականների ուժ մասնակցությանը, որի արդյունքում փակվել էին այդ ընտրատարածքները եւ այդ ընտրատարածքների քվեները անվավել էին հաշվել, այսինքն ձայնը բարձրացրել էին, հետո հասկացել էին, որ ի վնաս իրենց է աշխատում այդ process-ը, հետո հակառակ process-ն էին սկսել իրականացնել, որը հնարավոր չեղավ։ Ես չեմ փորձում իմ վրա վերցնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական դատարանի գործառույթները եւ փորձել արդարացնել կամ դատապարտել այդ process-ները կամ գործընթացները, որոնք տեղի էին ունեցել այդ ընտրատարածքներում, սակայն եթե ընդդիմություն կոչվածը պնդում է, որ Բարգավաճ Հայաստանը հաղթահարել է 4%-ի արգելքը, այդ մի քանի 100 քվեների արդյունքում, հետեւաբար բերեք մի փոքր հետհայացնենք ու հասկանանք Բարգավաճ Հայաստանին ձայն տվող ընտրազանգվածի քանի տոկոսն է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ձայն տվել իր գաղափարների համար, անվճար կրթության համար, անվճար առողջապահության, անվճար թոշակների համար ձայն տվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը պետք է անցներ խորհրդարան։ Բոլորս հասկանում ենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դա փողի պարկ է, փողի քսակ է, որը կարողանում է իր հնարավորություններով, նյութական ռեսուրսներով եւ հնարավորություններով ձայն կորզել։ Հետևաբար, եթե հաշվենք, թե քանի տոկոսն է Բարգավաճ Հայաստանին ձայն տվողներից ընտրակաշառքով ձայն տվել, կհասկանանք, որ 3%-ն անգամ չի հաղթարել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչ մնաց 2-300 ընտրողների քվեների մասին է խոսում։ Այսինքն որևէ արդարացման եզր չկա ընդդիմության խոսույթում, ընդդիմության բոյկոտում, որովհետև ելի եմ ասում շատ լավ գիտենք, թե ինչ է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչի վրա է ձևավորվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եւ ելի եմ ասում, եթե իրավապահ մարմինները իսկապես անաչառ գտնվեն եւ ապացուցեն, թե քանի ձայն միայն ընտրակաշառքով է ձայն տրվել Բարգավաճ Հայաստանին, պատկերն ավելի պարզ կլինի։ Պարոն Գալստյան, ընտրություններից հետո Փաշինյանը եւ նաեւ ՔՊ-ի, այսպես ասենք, առանցքային դեմքերը հայտարարում են, որ այս եռագլուխ մաֆիան գլխատվելու է, մաֆիան նստելու է, մաֆիան չի լինելու, սա հերթական խոստումն է ձեզ, թե իրոք արդեն Փաշինյանենք նույնպես գիտակցում են, որ այլևս այս եռագլուխի հետ, այսպես ասենք, քաղաքական ելույթները կամ քաղաքական հայտարարություններ անելը նրանց մասով այլևս անօգուտ է եւ մարդիկ սպասում են հստակ գործողությունների։ Ես կարծում եմ, ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխարեն եւ նրանց առաջնորդների փոխարեն պատասխանել չեմ կարող, բնական է, դա իրենց հայտարարություններն է, իրենց հետևանքներով կամ ոչ հետևանքներով, սակայն ես կարծում եմ, որ այս ամենի նաեւ պատճառը իշխանությունների թուլությունն է եւ անգործությունն է եղել այսքան տարիներին եւ 8 տարին քիչ ժամանակ չէր զբաղվել այդ իրենց ասած եռագլուխ, քառագլուխ, հնգագլուխ երևույթներով, որ 26 թվականի ընտրություններից հետո նոր պետք է զբաղվեն դրանցով։ Իրենք շատ լավ հասկանում էին ինչ ազդեցություն ունի Ռուսաստանն այստեղ, Պուտինյան քաղաքականությունը ում միջոցով է այստեղ դրսևորվում եւ ինչ բացական հետևանքներ կարող է ունենալ մեր պետության եւ պետականության վրա, հետեւաբար սրանց ազատ թողելու եւ ազատ գործունեություն սահմանելու կամ
լուր համաձայնությամբ նրանց թույլ տալու քաղաքականությամբ զբաղվելը դա իշխանությունների մեղմ ասած թերացման գործն է, եթե չասենք հանցավոր թերացման գործն է, եւ հետեւաբար սրանից հետո նրանց հետևից գնալը ունենալու է նաեւ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ ինչ ուզում ես արա, ընտրություններից հետո այս բոյկոտը խոսելու է ոչ միայն իրավական արդարության եւ արդարադատության մասին, խոսելու է նաեւ քաղաքական բանտարկյալներ ունենալ չունենալու մասին, որը չէ, բնականաբար իրական չէ, սակայն պատկերը նման օրինաչափություն է նաև իր մեջ պարունակելու, որը ես ճիշտ չեմ համարում։ Եթե ժամանակին, տարիների ընթացքում աստիճանաբար այս ուժերին եւ այս ուժերի հիմնական պարագլուխներին պարալիզած եւ այսպես ասած արենայից դուրս դրած լինեին, մենք այսօր չենք ունենալու այդ պատկերը, մենք Հայաստանում կունենանք շատ թե քիչ ձևավորված առողջ ընդդիմություն, խորհրդարան կմտնեն քաղաքական ուժեր, որոնք շատ թե քիչ ավելի մաքուր են եւ ավելի կառուցողական ընդդիմություն կունենան եւ կունենանք խորհրդարանական առողջ եւ կառուցողական աշխատանք, որը ցավում եմ, բայց չենք տեսնելու 26-ից 31 թվականի խորհրդարանում։ Հանգստյան, ինչի չենք տեսնելու, այսինքն ինչ չկարողացան անել այն մյուս ուժերը, որոնք այսպես ասենք, նախկինների հետ կապ չունեին, ավելի շատ եվրոպամետ էին կամ արևմտամետ էին, բայց արդեն որոշ դրություններ նրանց մոտ չի հաջողում, գոնե նվազագույն շեմը հաղթահարել։ Դա խոսում է երկու բանի մասին, նախ առաջինը, որ առաջին մեղավորը նրանք են, որովհետև չեն կարողանում մի կողմ դնել իրենց անձնական կամ քաղաքական կամ միգուցե եւ գաղափարական ամբիցիաները եւ համախմբվել, ես գոնե 26 թվականի ընտրություններին պատկերացնում եմ, որ 4-5-6 շատ թե քիչ առողջ ուժեր կմիավորվեն եւ կկոնսոլիդացվեն եւ կկարողանան միասնական ճակատով հանդես գալ, գոնե խորհրդարանում 4 կամ 8% արգելքը հաղթահարելու հնարավորությամբ, որը ցավոք այս անգամ եւս չտեսանք, դա միանշանակ առաջինը նրանց մեղավորությունն է եւ որևէ արդարացում չեն փորձում գտնել նրանց քաղաքական ու վարած քաղաքականության մեջ, սակայն այստեղ կա նաեւ մյուս գործոնը, որ ժողովուրդը հասկանալով ռուսական ազդեցության հետևանքները, եթե կան հանկարծ այն ուժերը, որոնց հովանավորում է Ռուսաստանը, հետեւաբար նրանք ավելի շատ փորձեցին ոչ այնքան ի սրտե եւ ազնիվ եւ արդար իրենց պատկերացումներով գնալու ընտրական գործընթացի, այլ փորձեցին կարծես թե իշխանության եւ ռուսական ուժերի միջև ընտրություն կատարել եւ ընտրեցին իշխանություններին։ Ես կարծում եմ, եթե այդ ուժերը քաղաքական դաշտում չլինեն, կսկսվի Հայաստանի քաղաքական կոնստրուկտուրայում առողջացման գործընթաց, որը կբերի Հայաստանի շատ թե քիչ առողջ քաղաքացիական հասարակության ձևավորումը եւ ավելի արդար եւ ավելի արդյունավետ եւ ավելի թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Հանգստյան, տեսեք, միջև ընտրությունները քարոզարշավի ընթացքում էլ ընդդիմությունը համախմբման կոչեր չէր անում, հետո ընտրություններից հետո գրեթե մեկ շաբաթ լուր էին, ոչ մի բան չէին ասում հետագա գործողությունների մասին կամ իրենց պլան B-ի մասին, բայց հիմա օրեր առաջ Սամվել Կարապետյանը հայտարարեց կոչով հանդես եկավ, որ ընդդիմությունը պետք է համախմբվի, միանան, ինչ են ուզում կամ ինչ կլինի համախմբվեն արդյոք։ Ենթադրում եմ, որ սրանք պլանավորել էին Գյումրի 2-ի տարբերակը, այսինքն հաղթահարելու արգելքը եւ միասնական ձայների հավաքական հանրագումարով 50 եւ ավել իհարկե 50 եւ ավել ձայն ունենալու, սակայն այդպես տեղի չունեցավ։ Իշխանությունները քաղաքացիական պայմանագիրը բավականին մեծ դժվարությամբ կարողացավ 50%-ի շեմը հաղթահարել, որը հնարավորություն չտվեց նրանց խորհրդարանում մեծամասնություն կանգնելու, հետեւաբար, եթե չեն կարողացել նախընտրական կամ չեն ցանկացել նախընտրական կոալիցիա ձևավորել, հետեւաբար պետք է գնան այսօր միասնական ճակատով պայքարելու իշխանությունների դեմ, ոչ միայն իշխանությունների ցավոք, նաև Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև այդպես է պետք եւ այդպես է թելադրում իրենց հյուսիսային տերը, այսպես ասած, որոնց եւ ձևավորել եւ կերտել է եւ հնարավորություն է տվել այն մեր դաշնակից պետությունը, որի համար Հայաստանի անկախությունը, Հայաստանի ժողովրդավարությունը իր պատկերացմամբ չարիք է իր համար, որի մասին հաճախ բարձրաձայնում են իրենց տարբեր հերոստալիքներով, տարբեր մակարդակի պաշտոնավորների բերանով եւ Ռուսաստանը դեռ այսպես ասած հույսը կորցրած իրեն չի համարում եւ մտածում է, որ կկարողանա Հայաստանում հնարավորինս ջուր պղտորելով իր ազդեցությունը պահել։ Իրենք գուցե համախմբվեն, բայց արդյոք կկարողանան ժողովրդին էլ համախմբել, եթե հաշվի առնենք, որ մի մասին ընտրակաշար փողով են գայթակղել, իհարկե չեն, միանշանակ ինչի մասին է խոսքը, եւ բոլորս էլ հասկանում ենք, որ նրանցից
շատերը ոչ թե գնացել են ձայն տվել, որովհետև այդ գաղափարներին եւ նրանց կերպարին շատ կողմ էին, այլ որոշ մասը իշխանություններին, Հայաստանի իշխանություններին չսիրելով, կոպիտ բառ ասեմ, նույնիսկ ատելով փորձել է ուղղակի այլ ընտրանք գտնել նրանց մեջ, բայց հիմնական ընտրազանգվածը նրանց իհարկե փողի եւ ընտրակաշառքի ազդեցությամբ ձայներ տված քաղաքացիներն են, որոնք համախմբվելու, փողոց դուրս գալու, փողոցային պայքարով հաղթանակ կերտելու բացարձակ ոչ հնարավորությունն են եւ ոչ էլ այդքան խիզախություն կդրսևորեն, հասկանալով իրենց խոցելի լինելը միանշանակ։ Եթե նորից եմ կրկնում իրավապահ համակարգը կարողանա իսկապես անաչառ աշխատել եւ արդյունավետ աշխատել եւ բացահայտել այն ընտրախախտումներն ու այն ընտրակաշառքները, որոնք տրվել են նախընտրական շրջանում, դա եւս ցույց կտա, որ այդ ընտրազանգվածի զգալի մասը այլևս հույս կապել ընդդիմություն կոչված այդ ռուսական երրագլուխ կամ քառագլուխ, չգիտեմ ինչ ասեմ, այդ ուժերի հետ բացառում եմ ես։ Աշխարհը շնորհավորեց Փաշինյանին եւ իր կուսակցությանը հաղթանակի հետ կապված, բայց Ռուսաստանը դեռ լուր է ամենայնպես բարձր մակարդակի պաշտոնական շնորհավորանքներ չեն եկել, նաեւ խոսում է, որ չեն ճանաչում, նույնիսկ գուցե չճանաչեն ընտրության արդյունքը։ Դա իրենց խնդիրն է, ես կարծում եմ աստիճանաբար կգան նրան, որ կփորձեն խոսել այդ մասին, կփորձեն ճանաչել, իսկ եթե չճանաչեն, դա իրենց գործն է։ Դա խոսում է այն մասին, որ աշխարհը մի կողմ է, Ռուսաստանը մի կողմ, այսինքն լրիվ տարբեր գաղափարներ են, տարբեր հասկացություն, որը վառ դրսևորումն ունի Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիրը շնորհավորել, չշնորհավորելու գործում, իսկ Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքը խիստ դեմ է եւ տհաճությամբ ու զզվանքով է վերաբերվում ժողովրդավարության ցանկացած դրսևորում իր տարածաշրջանում։ Դրա վառ օրինակն է Մոլդովայի հետ կապված իր խնդիրները, դրա վառ օրինակներ մեր Բալթյան երկրների Եվրոմիության ճանապարհը բռնելու եւ բացարձակ հեռանալու Ռուսաստանից, դա ռուսական քաղաքականության արդյունք է, ավելի ճիշտ պուտինյան այսօրվա քաղաքականության արդյունք, ստեղծեց անընդհատ փորձել նոր թշնամիներ, հակառակորդներ եւ չուզողներ իր շրջապատում ձևավորել, որը հաջողվում է կարծես թե բարեբախտաբար Վլադիմիր Պուտինին։ Այո, ԱՊՀ երկրներից զգալի մասը գնալով այլևս չի ուզում որևէ գործ ունենալ եւ հարաբերություն ունենալ նման ղեկավարում եւ նման քաղաքականություն ունեցող Ռուսաստանի հետ։ Տնտեսական սանկցիաները կվերացնեն Հայաստանի հետ։ Կարծում եմ կթուլանա որոշ մասով, սակայն Ռուսաստանի համար դա խաղաթուղթ է բավականին լուրջ Հայաստանին ճնշելու, առավել եւս էներգետիկ տեսանկյունից ճնշելու գազի դիզվառելիքի եւ այլնի հետ կապված, սակայն կարծում եմ այլ ընտրանքներ մենք կարողանանք ունենալ, կգտնել եւ չի ասի, որ ոչինչ բացասական առումով նկատել չի լինի, բայց ողբերգական եւ սարսափելի ոչինչ սпасել չեմ կարծում, որ պետք է, որովհետեւ թե եվրոպական երկրները, թե ընդհանրապես այլ պետություններ հաստատ հայկական շատ թե քիչ որակով ապրանքին հաստատ սպասում են եւ կկարողանանք նոր շուկաներ գտնելով դիվերսիֆիկացնել Ռուսաստանի հետ այս կոնֆլիկտային իրավիճակը, առևտրային կոնֆլիկտային վիճակը։ Այստեղ նաև կա նաև մեկ այլ խնդիր, որը Ռուսաստանն այստեղից եւս բավականին ակնկալիք ունի, որը ցավոք դեռ շարունակաբար տեղի ունենում, այսինքն ռուսական ապրանքի այստեղ մուտքը դեռ բավականին ազատ է, անխոչնդոտ, որը կարող է եւ սահմանափակվել։ Եթե մենք կարողանանք մեր հարցերը, այսպես ասած, այլ ճանապարհներով լուծել, Ռուսաստանն այստեղ մտածելու եւս շատ լուրջ կարծում եմ մտածելու տեղ կտա եւ կհասկանա, որ վնասելով հանդերձ նաև վնասում է ինքն իրեն իր տնտեսությանը։ Բոլորս գիտենք, որ Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ հարևան պետությունների զգալի մասը կամ գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերվել որևէ ձևով, այդ թվում եւ առևտրային հարաբերություններում հաստատ զրոյական մակարդակի է։ Հետևաբար Ռուսաստանի այս կանալը, այս գիծը եւս փակելը չեմ կարծում, որ շահեկան եւ ցանկալի կլինի օրեցօր թուլացող եւ նվաստացող Ռուսաստանի համար։ Կստորագրվի խաղաղության պայմանագիրի վերջնական
իմաստով հաշվառնենք, որ գրեթե բոլորը թե միջնորդները, թե Ադրբեջանը սպասում են ընտրությունների արդյունքներին, մասնավորապես սպասում են, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը համանդրական մեծամասնություն կունենա ազգային ժողովում, չունեցավ, հիմա հարցերն էլ թե սա Չգիտեմ, ի բարեբախտություն մեզ չունեցավ, թե ի վնաս մեզ չունեցավ համանդրական մեծամասնություն քաղաքացիական պայմանագիրը, միգուցե ի բարեբախտություն քաղաքացիական պայմանագրի չունեցավ համանդրական մեծամասնություն, սակայն կարծում եմ, որ այդ խնդիրը Ադրբեջանի համար շահարկման առարկա դառնալու է։ Չեմ կարող ասել ինչի կտանի դրան, կկարողանա Հայաստանը շրջանցել տալ համանդրական փոփոխությունները Ադրբեջանի հետ բանակցություններում եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Ադրբեջանի համար դա բավականին կարմիր գիծ է իրենց ներկայացմամբ, որի վառ դրսևորումն է նաեւ վերջի շրջանում 300,000 ադրբեջանցիների արևմտյան Ադրբեջանը իրենց ձևակերպմամբ վերադարձի նոր ելևեջները Նախիջևանում տեղի ունեցող ֆորումներն ու քննարկումները, որոնք կարծես թե այնքան էլ հույս չեն տալիս շատ կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի կնքմանը, ենթադրում եմ, որովհետև Հայաստանի կողմից ցավոք մինչ օրս հակազդման որևէ հստակ պետական քաղաքականություն որպես այդպեսին չկա։ Այո, Նիկոլ Փաշինյանը քարոզ արշավի ժամանակ փորձում էր բոլորի բերանը փակել, որ նման բան չկա, այո, փորձում էր ընդդիմությանն ասել, որ այդ նարատիվներն իրենք են տարածում եւ այդ խոսույթը ադրբեջանական իրենք կարծես թե 5-րդ Շարասյան դերն են տանում Ադրբեջանի իշխանությունների, այո, կար դրա մեջ ճշմարտություն, սակայն փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը այդ մասին չի լռում։ Բոլորս հասկանում ենք, որ դա ստեղծել են որպես խաղաթուղթ, այսպես ասած, բլեֆ հակազդելու Լեռնային Ղարաբաղի հայերի հետ վերադարձի քաղաքականությանը, սակայն դա կարծես թե ընդլայնվում է եւ ավելի մեծ հնչեղություն է ստանում, որը այնքան էլ դրական ազդեցություն չի ունենալու միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքորոշման վրա։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն էր, կհանդիպենք առայժմ։